Ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ նպատակ է հետապնդում քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը։ Նախ հենց մանիպուլյացիան եւ բլեֆը սկսվում է սրանից, ոչ թե քաղաքացիների եկամուտների հայտարարագրում, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Սա ամրագրված է հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածով։ Հայտարարագրումը ինստիտուտի անվանումն է եւ հայտարարագրում ասելով մարդկանց մանիպուլյացնում են եւ խաբում են, իբր թե նպատակը բարի է եւ իբր թե նպատակը իրական եկամուտների մասին տեղեկությունների ստացումն է։ Այդպիսի բան գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետությունը չունի բավարար չափով ներուժ, որպեսզի կարողանա եկամուտները հայտարարագրելով մարդկանց թիրախային սոցիալական ցուցաբերի։ Սա բլեֆ է։ Նպատակը բնականաբար մարդկանց հարկելն է։ Եվ դրա վառ ապացույցն է 2024 թվականի ընթացքում 223 միլիարդ դրամով պակաս պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը։ 2025 թվականի համար շատ ավելի պատկերը աղետալի է եւ շատ ավելի դժվար են հավաքագրելու։ Եվ երբ որ մենք նայում ենք պետական եկամուտների կառուցվածքը, բոլոր հարկատեսակների գծով ունենք անկում, եկամտային հարկի գծով ունենք շուրջ 100 միլիարդ դրամի ավելացում։ Այսինքն նպատակը, թիրախը, սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որ բոլորից կարողանան հավաքագրեն որոշակի չափով գումար, կարողանան իրենց ծախսերը կատարեն։ Նպատակը սա առաջնային նպատակն է, այսինքն հարկի հավաքագրում բոլորից անխտիր, եւ երկրորդային նպատակը որպես տնտեսական կամ քաղաքական ահաբեկման գործիք օգտագործելը։ Այսինքն գնում են մարդու դուռը թակում են, ասում են, գիտես, դու պետք է շատ հարկ վճարես, եթե չէ մեր գծած սցենարով պետք է շարժվես։ Պետք է այսինչ տեղը լռես, պետք է այսինչ տեղը խոսես, պետք է այս գործողությանը գնաս, հաջորդին չգնաս եւ այսպես շարունակ։ Այսինքն փորձում են տոտալ վերահսկողություն սահմանել եւ բոլորին վերահսկելի բան Հայաստանի Հանրապետությունում։ Նպատակը այս երկուսն է, այլ նպատակ ուղղակի չունենք։ Արդյոք այս մեխանիզմների ներդրումով հնարավոր է բացահայտել կամ կանխարգելել կոռուպցիան։ Չի կարող այս մեխանիզմը հանդիսանալ կոռուպցիայի բացահայտման կամ կոռուպցիայի կանխարգելման գործիք, անհնար է սա ուղղակի։ Եվ եթե իշխանության նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը լինի, ապա դրա համար շատ ավելի լավ մեխանիզմներ կան եւ շատ ավելի լավ գործիքակազմ կա։ Որպեսզի շատ ավելի պարզ լինի մեր հայրենակիցների համար, մենք հիշենք այս իշխանությունների թեզերը, թե ինչի շուրջ կառուցեցին իրենց նախընտրական քարոզարշավները երկու անգամ եւ ինչով եկան իշխանության։ Ինչով էին գալիս կոռումպացված իշխանություն նախորդները, կոռումպացված եւ այսպես շարունակ, եւ Հայաստանի միակ խնդիրը կոռուպցիան է, եթե կոռուպցիան վերացնենք կամ արմատախիլ անենք, ապա կհաջողենք։ 7 տարի է իշխանությանը։ Ինչու որևէ կերպ կոռուպցիա չի բացահայտվում, ինչու թալանները հետ չեն գալիս եւ ինչպես է ստացվում, որ 7 տարի նրանք գիտեին կոռուպցիոն սխեմաներ եւ կարող էին բացահայտեն, բայց բանից պարզեց, որ պետք է մի հատ 40% ծավել աղքատ բնակչություն ունեցող հասարակության եկամտային հարկի հաշվարկները ինստիտուցիոնալ այսպես տեսք տան եւ մարդկանց բերեն հարկման դաշտ, ընդ որում հանիրավի հարկման դաշտ, եւ դրանով կարողանան պետական պաշտոնյաների նախկին թե ներկա թե ապագա կոռուպցիաները կարողանան բացահայտել։ Բացարձակ սուտ եւ կեղծիք է։ Եվ եթե դուք ուշադիր լինեք նրանց հայտարարություններին, իշխանական այդ թեզերը, որ կոռուպցիայի կանխարգելման նպատակով է իրականացվում, որևէ հոդաբաշխ պատասխան չկա շարունակության վերաբերյալ։ Այսինքն հարցը եկամուտների հայտարարման համակարգը իրանք այսպես ձևակերպում են։ Ներդրվում է կոռուպցիայի բացահայտման նպատակով։ Հաջորդ հարցը, տրամաբանական հարցը հնչում է, չէ՞, ինչպես։ Ինչպեսից հետո նրանք այլևս պատասխան չունեն։ Մոտները էրորա սկսվում։ Պատկերացրեցիք, եւ մենք չենք կարող սրանից ավել մեկնաբանենք մի բան, որ եթե մի կողմը դուրս է տալիս որևէ հիմարություն եւ այս հիմարության վերաբերյալ ասում ենք դուք ստում եք, որովհետեւ եթե ձեր նպատակը իրապես դա է, ընդ որում ես իրական նպատակները արդեն նշեցի թե որոնք են, ապա բարի եղեք բացատրել թե ինչպես է դա լինելու, որpիսի մենք ձեր գործիքակազմն էլ ասենք, որ դուք կրկին անգամ սխալվում եք եւ ճիշտ չեք ներկայացնում։ Հետեւաբար վերադառնալով հարցին հայտարարում եմ, եկամուտների ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հաշվարկը կոռուպցիայի բացարձակ կապ չունի։ Օրենքի ընդունման գործում հաշվի առնվել են Հայաստանի տնտեսության առանձնահատկություններն ու ժողովրդի կենսամակարդակը։ Բնականաբար ոչ, որևէ այլ երկրում, նամանավանդ Հայաստանի հետ համադրելի երկրներում այսպիսի փորձ գոյություն չունի։
որ բոլորին համատարած հայտարարագրման ենթարկեն եւ բոլորից հավաքագրեն։ Օրինակ հարևան Վրաստանում վարձակալության ովքեր անշարժ գույք ունեն վարձակալությամբ կամ վարձույթով շարժական գույք տրանսպորտային միջոցով վարձույթով տրամադրած կամ եթե ստանում են այլ տեղերից եկամուտներ, որոնք որ չեն հանդիսանում հարկային գործակալներ, ինչ է սա նշանակում, օրինակ կան դեսպանատներ, որոնք որ ազատված են հարկային գործակալի պարտավորություններից եւ իրենք գումարները տրամադրում են դեսպանատան աշխատակիցներին, տվյալ պետության աշխատակիցներին, կամ այդ մարդիկ ֆրիլանսերներ են եւ նրանք կարողանում են ծառայություններ մատուցել արտերկրում եւ ինքնուրույն իրենց համար այսպես աշխատավարձ գեներացնել, այդ մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները։ Այլ որևէ կերպ համատարած բնույթի պարտավորվածություն գոյություն չունի։ Ռուսաստանի Դաշնություն, որը մեր հետ համադրելի չի, բայց սոցիալ-տնտեսական առումով ունի համադրելիություն, հայտարարագրում են այն մարդիկ, ովքեր որ 3 տարվա ընթացքում բնակարան են ձեռք բերել եւ վաճառել։ Առաջին հայացքից ինքը կասկածելի գործարք է, որտեղ մարդը ինչու որոշեց բնակարան ձեռք բերել, վաճառել։ Միգուցե այստեղ գործում է որոշակի շահույթի հետապնդման նպատակ կամ ինչ որ այդպես մեխանիզմ է գործում, որ մարդիկ կարողանում են դրա վրա փող աշխատել եւ պետությունից թաքցնել։ Եվ նույն եղանակով Ռուսաստանից դուրս գտնվող աղբյուրներից այդ նույն ֆրիլանսերների կամ ծառայություն մատուցողների աշխատավարձերի վերաբերյալ է գույքագրման հայտարարագրման պահանջը։ Մեր հետ ոչ համադրելի երկրներում, Արևմտյան Եվրոպայի հարուստ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, նրանք արդեն ոչ թե համատարած հայտարարագրում են, այլ կամավորության բաղադրիչ են նշել։ Եվ ի սկզբանե նպատակը բարի է։ Եվ ասում են, եթե դու գտնում ես ֆիզիկական անձ, քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ, որ քո եկամուտները չեն բավարարում ամբողջ տարվա ծախսերը հոգալու համար, պետությունը քո թիկունքին կանգնած է, պետությունը քեզ կօգնի։ Այսինքն մարդիկ ոչ թե տոտալ վերահսկողություն են սահմանում եւ փորձում են ավել հարկավակագրել։ Հակառակը, սոցիալական խնդիր են լուծում։ Ընդհանրապես պետությունները, որպեսզի կարողանան սոցիալական բեռ ստեղծեն, բեռ սպասարկեն, առաջին հերթին պետք է տնտեսական ներուժ ստեղծեն։ Այն կառավարությունները, ովքեր որ առանց տնտեսական ներուժը ստեղծելու սոցիալական բեռ են վերցնում իրենց ուսերին, նրանք պետության եւ ազգի թշնամիներ են, որովհետեւ ինչպիսին է նամանավանդ աղքատ բնակչությունը, նրանք ցանկանում են շատ արագ կարճաժամկետ հարցերի լուծումներ եւ բնական է, որ ակնկալիք ունեն կարճաժամկետ լուծումների։ Իշխանությունները կամ կառավարությունները, երբ որ վերարտադրվելու համար կամ ընտրական ձայներ կորզելու համար գնում են այդպիսի քայլերի, նրանք այո, առաջիկա, չգիտեմ, 1, 2 կամ միգուցե 3 տարին կարողանան որոշակի սոցիալական բեռ սպասարկեն։ Եթե իհարկե Հայաստանի Հանրապետության պարագայում կարող ենք մենք դա կոչել սոցիալական բեռի սպասարկում, օրինակ 25-ից 30,000 դրամ սոցիալական նպաստը չի կարելի կոչել սոցիալական բեռի սպասարկում, 40,000 դրամ կենսաթոշակը չի կարելի համարել սոցիալական բեռի սպասարկում եւ այսպես շարունակ։ Եվ մի հատ էլ այս համակարգը ներդնելով 100,000 կամ 50,000 դրամ անձանց փոխհատուցում տրամադրելով, սա սոցիալական բեռ է, որևէ մեկի մատից փուշ չի հանում համակարգը, բայց բոլորին համատարած հարկման դաշտ է մտցնում։ Նմանատիպ բոլոր դեպքերում այդպիսի իշխանություններին ես ասում եմ պետական դավաճաններ եւ պետականաքանդ իշխանություններ։ Մինչեւ տնտեսական ներուժը չստեղծել, չի կարելի սոցիալական բեռ սպասարկել։ Ինչպես որ անում է օրինակ Արևմտյան Եվրոպան։ Շատ են խոսում Արևմուտքի մասին, Եվրոպայի մասին, բայց լավ բաներ ինչու չեք վերցնում։ Ինչու է լավ կենսապորտ չեք վերցնում եւ ինչու է արդյունաբերական գործարանները չեք հիմնադրում, շահույթները ապահովում, աշխատատեղերը համատարած ապահովում, հետո նոր արդեն գնում սոցիալական բեռի սպասարկմանը։ 300,000 դրամի շեմը չանցած եկամուտները հայտարարագրվում են, թե ոչ։ 300,000 դրամը ընդամենը կեղծիք եւ մանիպուլյացիա է եւ վերաբերվում միայն 2024 թվականին եւ ոչ թե չի հարկվում եւ չհարկվող շեմ է սահմանվել, այլ 300,000 դրամը այսպես որպես խաբեություն Նիկոլ Փաշինյանն նետեց դաշտ եւ ասեց մարդկանց կարող եք չհայտարարել, բայց կարող եք չհայտարարել չի նշանակում որ կարող եք չհարկել, չկա այդպիսի բան, այսինքն 1 դրամն էլ է հարկվում, 300,000-ն էլ է հարկվում, 3 միլիոնն էլ է հարկվում, բոլորն անխտիր հարկվում են, 300,000 դրամը այսպես իրեն վերաբերվեք, համարը գոյություն չունի, որովհետև եթե անձը ստացել է 200,000 դրամ նվիրատվություն, եթե պայմանագիրը չունի, ապա նա պարտավոր է 20% հարկ վճարել, այսինքն 40,000 դրամ պարտավոր է այդտեղից հարկ վճարել։ 2024 թվականի ընթացքում որևէ մեկի իրազեկված չէր, որ պետք է փոխանցում կատարելու ժամանակ վճարման հանձնարարագրի մեջ նշում կատարի, որ գումարը տրամադրում է նվիրատվության, փոխառության կամ այլ նպատակներով։ Եվ պետք է պայմանագրեր կնքեն։ Շատ դեպքերում մարդիկ նույնիսկ չեն կարող այդ պայմանագրերը կնքել։ Նախ պայմանագիր կնքելու համար պետք են իրավական գիտելիքներ։
պետք են ծառայություններ որոշակի, գնացին իրավաբաններին դիմեցին, դրանք գումարներ արժեն։ Եվ շատ դեպքերում նաև այդ մարդիկ հետին ամսաթվերով նախորդ տարվա կատարված գործարքների համար միգուցե չկարողանան էլ պայմանագրեր կնքեն։ Մեկը կա, հաջորդը չկա, այդ ինչպես են անել, որ պայմանագրերը կնքեն։ Հետևաբար 300,000 դրամը շատ կարևոր է հասկանան մեր հայրենակիցները, որ իշխանությունը նրանց ստել է եւ մինչեւ 300,000 դրամը, եթե դրանք ապահովագրված չեն, այսինքն պայմանագիր չկա գործարքի տակ նվիրատվության կամ փոխառության, ապա դրանք բոլորը հարկման ենթակա են։ Հաշվետվությունը կոչվում է եկամուտների ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Այսինքն հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բոլոր տեսակ փոխանցված գումարների մեկ անգամ $100 կլինի, հաջորդ անգամ 100,000 ռուբլի կլինի, հաջորդ անգամ 10,000 դրամ կլինի, բոլոր այդպիսի գումարների հանրագումարի 20%-ը պետք է հարկ վճարեն։ 300,000 դրամի շեմը չանցած տրանսֆերտները հայտարարագրվում եւ հարկվում են 100 ռուբլի, նույնիսկ 100 ռուբլի եթե ուղարկել են, 100 ռուբլին պետք է հարկվի եւ 20 ռուբլի պետք է գումար վճարեն։ Սա պարտադիր է։ 2024 թվականի համար հայտարարագրում կարող է չներկայացվել այդ 100 ռուբլին, բայց պետք է հարկը վճարել։ Պատկերացրեցիք, այսինքն նրանք ստեղծել են այնպիսի այդպես մանիպուլյացիա, որ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, ասում են լավ, եթե չի հայտարարագրվում, ապա ինչպես է հարկվում։ Եթե չհայտարարագրի ու չհարկի, հարկային մի օր իր դուռը թակելու է եւ ասելու է մենք բանկից տեղեկությունը ստացել ենք, որ դուք ձեր եկամուտները ամբողջությամբ չեք հայտարարագրել եւ հարկա ճշգրիտ չեք հաշվարկել եւ վճարել։ Հետևաբար դուք պետք է հիմա վճարեք հարկը, դրա 50% տուգանքը եւ օրական զորամբողջը 75% ուժի գումարը։ Քաղաքացին ինքնուրույն կարող է իր հայտարարագիրը լրացնել։ Չեն կարող մարդիկ, ովքեր որ մասնագիտությամբ իրավաբան եւ տնտեսագետ չեն, կարդան հարկային օրենսգիրք մոտավորապես այսպիսի հաստությամբ եւ ամբողջությամբ ընկալել եւ կարողանան իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել։ Դրա համար պետք է նրանք դիմեն մասնագիտացված ծառայությունների։ Բացի ծախսերի ենթադրում, նրանք նաեւ իրենց բանկային գաղտնիք հասանելի են դարձնում, այսպես ասած, բոլորին։ Սա ամենավտանգավոր երևույթն է, որ գոյություն ունի։ Հետևաբար անձանց մղել մի դաշտ, որտեղ որ հանիրավի պետք է հարկվեն եւ մի հատ էլ իրենց բանկային գաղտնիքը հասանելի դարձնեն բոլորին, սա նորմալություն է ուղղակի։ Պետք է տեղի ունենա պետական պաշտոնյաներից, անպատասխան ստորաբաժանումների հմտությունների փոխանցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինքնուրույն իր հայտարարագիրը լրացնել։ Կան եկամուտներ, որոնք հայտարարագրվում են, բայց չեն հարկվում։ Այո, իհարկե, կենսաթոշակները կարող են, ոչ թե կարող են, այլ չեն հարկվում, սոցիալական նպաստները չեն հարկվում, այո, կան այդպիսի եկամուտների տեսակներ, որոնք ոչ չեն հարկվում։ Որ դեպքում է գործարքը համարվում նվիրատվություն եւ փոխառություն, եւ որ դեպքում եկամուտ։ Ինչն է համարվում նվիրատվություն։ Եթե քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածով սահմանված գրավոր պայմանագիրը չկա նվիրատուի եւ նվիրառուի միջեւ, ապա գործարքը չի համարվում նվիրատվություն։ Դա կոչվում է այլ եկամուտ։ Այլ եկամուտը 20%-ով հարկման ենթակա է։ Այսինքն նվիրատվություն, երբ որ մենք այսպես բանավոր ասում գնում ենք, կարող է պայմանականորեն ձեր ծննդյան տարեդարձին, ձեր մտերիմ բարեկամը զանգահարի եւ ասի ես հեռու եմ գտնվում եւ ցանկանում եմ քեզ նվեր փոխանցել 100,000 դրամ, հենց հիմա փոխանցում եմ կատարում քո քարտի հաշվի համարին, կգնաս իմ կողմից քեզ նվեր կառնես։ Այդ 100,000 դրամի տակ եթե չկա նվիրատվության պայմանագիր, սա համարվում է այլ եկամուտ եւ 20,000 դրամ, այդ 100,000 դրամից պետք է հարկ վճարեք։ Երկրորդ տարբերակը, եթե ինքը ձեզ փոխանցում է կատարում, ապա պետք է հաշվի համարից հաշվի համար կարգավիճակով փոխանցում կատարի։ Եվ փոխանցման ժամանակ հեռախոսային մոբայլեթ հավելվածների մեջ նպատակ դաշտում նշում կատարի գումարը տրամադրվում է նվիրատվության նպատակով, այսինչ առիթով ենթադրենք, որpիսի ինքը կարողանա փոխարինիչ հանդիսանա նվիրատվության պայմանագրի։ Պատկերացրեք, բոլորը պատկերացնում են նվիրատվությունները կամ պարտքով փող վերցնելը, փոխառությունները բանավոր ուղղակի մակարդակում պայմանավորվածություն։ Բայց գոյությունն է Հայաստանում քաղաքացիական օրենսգիրք, որը բացառապես նմանատիպ երկու գործարքներն էլ տրամադրում է գրավոր պայմանագիրը կնքելու միջոցով։ Այսինքն իմպերատիվ պահանջ է դրված, որ եթե դուք դա կատարել եք բանավոր եղանակով, սա չի համարվում նվիրատվություն կամ չի համարվում փոխառություն։ Հիմա երբ որ մենք այսքան խոսույթի մեջ անդադ օգտագործում ենք նվիրատվությունները հարկման ենթակա չեն,
Մարդիկ կմտածեն, դե հա նվերը ինչ խնդիր կա, հարկման ենթակա չեն։ Այնինչ, եթե պայմանագիրը չունեք, այո, դրանք նվիրատվություն չեն, եւ այո, դրանք հարկման ենթակա են։ Սա շատ կարեւոր է, որ մեր հանրությունը ճիշտ իմանա։ Ինչպիսի պատասխանատվության կենթարկվեն հայտարարագիր չներկայացրած անձինք։ 3 տեսակ պատասխանատվության միջոց գոյություն ունի՝ վարչական պատասխանատվություն, առաջին անգամ հայտարարագիր չներկայացնելու համար նախազգուշացում, երկրորդ անգամ չներկայացնելու համար 5000 դրամ, երրորդ անգամ 10000 դրամ, չորրորդ անգամ արդեն 50000 դրամ։ Քրեական պատասխանատվություն, եթե մի քանի տարի կուտակված այդ գումարները գերազանցում են 10 միլիոն դրամը, որի իհարկե նախագիծ կա 10 միլիոնը փորձում են 4 միլիոն դարձնել շեմը, 4 միլիոնը գերազանցող այդպիսի գումարների պարտավորության դեպքում 3-ից 6 տարի այդպես քրեական պատասխանատվություն, այսինքն ազատազրկում, եւ հարկային պատասխանատվությունը, ֆինանսական պատասխանատվություն։ Յուրաքանչյուր պայմանագրով չափահովագրված բանկային շարժ, այսինքն բանկի հաշվի նստած գումարի 20%-ը գումարած այդ 20%-ի կեսը 50%-ը գումարած դրա համար օրական 0.75% ուժ, այսինքն մոտավորապես անձի բանկային հաշվին փոխանցած գումարի օրինակ 100,000 դրամից 40,000 դրամ մոտավորապես կարող են գալ եւ տանել։ Սա պատասխանատվության միջոց որպես։ Գյուղմթերք արտադրողների եկամուտները հարկվելու են, թե ոչ։ Գյուղացի ֆերմերին մեկ հատ խոշոր եղջերավոր անասունի կովի վաճառքից 300,000 դրամ պայմանական եթե ընդունենք 60,000 վերցնելու են որպես հարկ, 60,000 նույնությամբ փոխհատուցեն իրան, հետո ասեն, դե տես քո երեխու վճարը մենք ենք վճարում, օրինակ, չգիտեմ, կարատեի գնալու կամ պարի դասընթացների գնալու վճարները։ Սա ինչ է, եթե ոչ խաբեություն։ Խաբում են մարդկանց 60,000-ը, որ չպետք է հարկվեր 60,000 վերցնում են, որ հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասի պետ բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի համար ավելի շատ ծախս է կատարում, քան յուրաքանչյուր ընտանիքի իր ընտանիքի համար։ Եվ անցնելու է 2 տարի, եթե ամեն ինչ սահուն թողնում ենք, որ անցնի, անցնելու է 2 տարի, հետո կասեն, գիտեք, բյուջեն շատ ծանրաբեռնված է եւ այլևս այդ 60,000-ները մենք չենք կարող ձեր երեխաների պարարվեստի համար հետ վերադարձնել։ Ինչպես եղավ հիպոթեկային վարկերի տոկոսների փոխհատուցման եկամտային հարկի չեղարկումը։ Եվ ինչ դուրս կա, մարդը 2 տարի կովը կծախի, դրանից 20% կվճարի, դրա մի մասի չափով հետ կստանա պետությունից, 3 տարի հետո իրեն կմնա ընդամենը յուրաքանչյուր կովից էլի այդ 60,000-ները վճարել է, էլ ոչ մի բան հետ չի ստանա։ Սա է հետևանքը։ Այս օրենքը մարդու իրավունքների ոտնահարում կարելի է համարել։ Իհարկե մարդու իրավունքների ոտնահարում է, որովհետև բանկային գաղտնիքին տիրանալը դա ուղիղ միջամտում է մարդու նեղ անձնական տարածք, մարդու անձնական կյանքի, մարդու կյանքի գաղտնիության անկախտելի իրավունքին, որովհետև ներկա դարում, արդեն շատ թվայնացված դարում, ընդ որում այդ թվայնացումը անդադ ավելանում է, բանկային քաղվածքով հնարավոր է մարդու մասին մոտավորապես 90% տեղեկատվություն կազմել։ Որտեղից է հագնվում, որտեղից է սնվում, ուր է այցելում, ինչ է կատարում, ինչպես է ծախսում, ում հետ է ծախսում եւ այսպես շարունակ։ Այսինքն մարդու մասին նախնական ինֆորմացիայի հավաքագրում բանկի քաղվածքի միջոցով հնարավոր է։ Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի թշնամական երկրների համար, հեշտ կլինի այդպես օտարերկրագաղտնի գործակալական ցանցերի համար, Հայաստանում ուժային կառույցների համար շատ ավելի հեշտ կլինի մարդկանց կամ շանտաժի ենթարկել, կամ իրենց կամքը թելադրելու պարտադրել այս կամ այն գործողության, կամ էլ ուղղակի ոչինչ ասել մարդուն։ Այս ինստիտուտը եթե մարսեցին, հետևից ատամները սրած մի քանի օրենսդրական ակտերի նախագծեր են սպասում։ Օրինակ, անկանխիկ գործարքները այժմ 300,000 դրամ է, որ կարող են մարդիկ կանխիկով իրականացնել, 300,000 դրամի շեմը նվազեցնեն 30,000 դրամ։ Պատկերացնում եք, հետո 30,000 եւս 1 տարի հետո արդեն կասեն վերջ, կանխիկը վերացավ։